Հասկանալի է, որ Հայաստանը ոչ մի առնչություն եւ ազդեցություն չունի Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հարցում։ Հասկանալի է, որ մենք խնդիր չունենք նաեւ այն փաստի հետ, որ Հայաստանի երկաթուղին գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո։ Սա մեզ համար որևէ խնդիր չի եղել եւ մենք երբեք այս թեմային չենք անդրադարձել։ Ընդ որում էլի ուզում եմ կրկնել, որ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է եւ ընդամենը գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո։ Ու մենք ոչ մի խնդիր չունենք այս փաստի հետ։ Մենք մեծագույն հարգանքով ենք վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը եւ նրա շահերին, բայց Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով հիմա մենք կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական այս հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել այդ պատմական հնարավորությունը։ Այս է պատճառը, որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել եւ կոնցեսիայի իրավունքը վաճառել Հայաստանի եւ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի։ Կրկնում եմ, Հայաստանի եւ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի։ Ընդ որում, բոլորիդ ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ այս համանգամանքներում ավելի է ակտիվացել Թուրքիայի տարածքում Կարս Դիլուջու, այսինքն Կարսից Նախճեվան երկաթուղու կառուցման ընթացքը։ Հասկանալի է, որ մենք չենք կարող արգելել կամ արգելակել այդ երկաթուղու կառուցումը եւ պետք է առերեսվենք այն փաստի հետ, որ երաս ախուրիկ երկաթուղին պետք է մրցակցի Դիլիջու Կարս երկաթուղու հետ եւ սրա համար մենք պետք է հնարավորինս արագ երաս ախուրիկը բերենք մրցակցային լավ վիճակի եւ հետագայում էլ ապահովենք երկաթուղու կողմից ծառայությունների բարձր որակը եւ մրցունակ գինը։ Եվ ահա այս ամենի կարևորության գիտակցումն է, որ հանգեցրել է կառավարության քննարկվող ծրագրի հետեւյալ ձևակերպմանը, որը կարող եք գտնել ծրագրի 4-րդ բաժնում։ Մեջբերում եմ։ Երկաթուղու հավատարմագրված կառավարման համակարգը վերանայվելու է այնպես, որ չխոչընդոտի Հայաստանի Հանրապետության միջազգային տրանսպորտային համակարգի ինտեգրման այն պատմական հնարավորության իրականացմանը, որը ստեղծվել է։ Մենք շարունակելու ենք աշխատանք այս ուղղությամբ եւ Ռուսաստանի մեր գործընկերներին կրկին խնդրում եմ հնարավորինս արագ հասնել այս խնդրի բարեկամական լուծմանը։ Վերադառնալով TRIP նախագծին ընդգծեմ, որ այն ներառելու է ոչ միայն երկաթուղին, այլև խողովակաշարեր, ճանապարհներ, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր։ Մեծ է հավանականությունը, որ էլեկտրահաղորդման գծերը կլինեն TRIP-ի շրջանակներում գործարկված առաջին ենթակառուցվածքը, որովհետև նախ տեխնիկապես համեմատաբար հեշտ է արագ դա ավարտին հասցնելը եւ հետո էլեկտրաէներգիայի աշխարհում աճող պահանջարկը ստիպում է ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածաշրջանից էլեկտրական էներգիայի արտահանման նախագծերին։ Ներկայումս TRIP նախագծի վերաբերյալ Հայաստանի եւ ԱՄՆ միջև ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը գտնվում է վավերացման փուլում։ Ավարտական փուլում են TRIP Development Company ընկերության հիմնադրման աշխատանքները։ Հիշեցնեմ, Հայաստան այդ ընկերությունում ունենալու է 26%, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները 74% բաժնեմաս։ Այս բանաձևը գործելու է առնվազն 49 տարի, իսկ այդ ժամկետի ավարտից հետո կողմերի փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվելու դեպքում եւս 50 տարի, իսկ այս դեպքում արդեն Հայաստանի մասնաբաժինը կդառնա 49%, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնաբաժինը 51%, առանց Հայաստանի կողմից հավելյալ ֆինանսական կամ այլ ներդրման։ Նախագիծը, ինչպես ասացի, իրագործվելու է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում։ Եվ հատուկ ուզում եմ ընդգծել, որ TRIP-ը օտարերկրյա որևէ ռազմական եւ կամ զինված ներկայություն չի ենթադրում։ Ընդգծեմ նաեւ, որ TRIP-ից առաջ նախկինում մենք երբեք մեր առջև
100 տարվա եւ նախագիծ կամ հեռանկար չենք ունեցել։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Երբեք մենք չենք ունեցել ծրագիր, նախագիծ, որը մեր առջև 100 տարվա հեռանկար է բացում, այն էլ աշխարհի թիվ 1 գերտերության հետ։ Եվ սա թե Հայաստանի, թե տարածաշրջանի համար պատմական հնարավորություն է։ Թրիփ նախագծի իրագործումը փոխելու է իրադրությունը եւ մթնոլորտը մեր տարածաշրջանում։ Հաղորդությունը տարածաշրջանային երկրների համար դարձնելով շահավետ ոչ միայն բարի, սոցիալ-հոգեբանական ու քաղաքական, այլև ֆինանսական ու տնտեսական իմաստով։ Սա ժամանակակից անկայուն աշխարհում կայունության ու խաղաղության շատ էական երաշխիք է եւ մեր ժամանակներում ավելի հուսալի երաշխիք դժվար է պատկերացնել։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար